Բարի գալուստ Ավենյու Սևեր։ Տաշիրը Մոսկվայում բացել է քաղաքի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկը։ Չնայած գրեթե կես տարի կալանավորված է Սամվել Կարապետյանը, նրա հարազատներն ամեն բան անում են, որ ընդլայնվի ընտանեկան բիզնեսը։ Մեր Սամվել Կարապետյանի համար մենք էսի արեցինք, չնայած նրան, որ ինքը այսօր մեր հետ չի, բայց վստահ եմ, որ ինքը մեր հետ ուրախանում է ու հպարտանում է մեզանով։ Գերժամանակակից առևտրի կենտրոնում կա ամեն հարմարություն, որ մարդիկ գեղեցիկ հագնվեն, ֆիլմ դիտեն, համեղ սնվեն, երեխաները զվարճանքի կենտրոններում խաղան։ Ծնողներն այդ ընթացքում նաև կարողանան բանկային ու փաստաթղթային հարցեր լուծել։ Հարևաններով սպասում էինք այս առևտրի կենտրոնի բացմանը, որ մեր թաղամասի սահմաններից դուրս չգալով շատ հարցեր կարողանայինք լուծել։ Առևտրի կենտրոնը մեր շատ պահանջներ բավարարում է։ Կարող ենք փաստաթղթային հարցեր լուծել, իհարկե սնվել, երեխաներին զվարճացնել, մարզվել ֆիթնես սրահներում։ Այս տարվա ամենամեծ բացումն է այս քաղաքում եւ ոչ միայն այս քաղաքում, այլ Ռուսաստանի Հանրապետությունում։ Դրա համար սա շատ նշանակություն ունեցող օբյեկտ է բոլոր Մոսկվայի համար եւ Զուտես ռայոնի համար։ 114,000 քառակուսի մետրանոց առևտրի կենտրոնում ռուսական շուկայում հայտնի բրենդներ են, որոնցից շատերը սիրված են նաև մեր երկրում։ Զարինա, Օստին, Սպորտմաստեր, Սելա, բիզնես կենտրոնում Սինեմա Սթար կինոթատրոն կա, բիգ ռեստորան։ Հույսով ենք, որ ինչ-որ մի թազա բան կբերենք այս ռայոնի համար, ինչ-որ հետաքրքիր մի իզյումին կա, ինչը կուրախացնի այս ռայոնի ժողովրդին, ինչ-որ թազա օդ շունչ կտա այս ռայոնին, ինչի խաթր մարդիկ կգան ստեղ, կվայելեն այս ամեն ինչը։ Ավենյու Սևերը դառնալու է Ռուսաստանի մայրաքաղաքի ամենասիրելի առևտրի կենտրոններից մեկը։ Լուսավոր թրենդային մոլը բոլորի համար է։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։